Ողջույն բարեկամներ, շնորհակալություն հետևելու համար, շնորհակալություն ձերակրթության համար, տարածելու համար։ Ես ուրախ եմ, որ հանրային դաշտում մեդիա ազատամարտիկների բանակը խթանում է, որովհետև մենք առաջին հերթին պետք է հաղթենք մեդիա տարածքում, որպեսզի դա կարողանանք արձանագրել ռեալ կյանքում։ Դանդաղ, բայց վստահ քայլերով մենք գնում ենք առաջ, եւ այսպես ես ուզում եմ նորից ձեզ հիշեցնել, որ դուք կարող եք բաժանորդագրվել իմ Patreon-ին, եւ սա դառնալու է այն հարթակը, որ հունիսի 8-ից սկսելու է զբաղվել ապագա պետության կերտման։ Ես, ինչպես միշտ ասել եմ, մինչև հունիսի 7-ը օգտելու եմ բոլոր այն տեխնացուներին, ովքեր նպատակ ունեն փրկել Հայաստանը թշկացումից, բայց հունիսի 8-ից մենք սկսում ենք մեր շարժումը հենց ինքնաճանաչում անվան տակ։ Եվ այսպես հրավիրում եմ ձեզ գրանցվել Patreon-ին, որովհետև մենք այստեղ քննարկում ենք ապագա Հայաստանի կարևոր դետալները, կրթություն, բանակ, ռազմական տնտեսություն, սոցիալական ոլորտներ եւ այլն։ Ես ձեզ սպասում եմ ակտիվ քննարկումների համար եւ իհարկե մնացած բոնուսները, որոնք առաջարկում է Patreon-ը։ Եվ նաեւ սա կլինի ձեր աջակցությունը մեր աշխատանքին։ Եվ այսպես, 3 շաբաթից քիչ մնաց քվեարկության օրվան։ Ամեն ինչ գնում է հետաքրքիր տրամաբանության մեջ, ինչ եմ ասում հետաքրքիր, որովհետև չենք զանզանում օրական ավելի գոնե ինձ համար որպես ուսումնասիրող, ավելի հետաքրքիր փաստեր եմ արձանագրում։ Մասնավորապես այսօրվա բախումը Սամվել Կարապետյանի աջակիցների հետ ինձ շատ հետաքրքիր եզրակացություններ է բերել, բայց գնանք հերթով, նույնիսկ արդեն ֆլեշ մոբ կա, ուզում եմ լսեք ֆլեշ մոբը, ոնց է կոչվում։ 2026-ին հեռացնում ենք 16-ին։ Անցածը Հայաստանը ես է։ Խոսով սանք վստահ են, որ հայ ժողովուրդը բացի նրանից, որ անբարոյական է, որ կարող է այսքան բանը կուլ տա, կամ մոռանա սանք ինչ են վերել մեր ազգի գլխին, հիշեցնեմ, սա մեր զինվորներն են, այսինքն այն ինչ որ մնացել է զինվորներից, որ վսպաս նկուղներում կներեք բարիս համար իրար վրա լցված։ Ամիսներ հետո է բացահայտվեցը, շատ ամիսներ հետո։ Առաջի տեսանյութի մեջ նայեցինք Փաշինյան Նիկոլի, սուտ, դավաճանական, եղծ հայտարարությունները, բայց չմոռանանք, որ նա մենակ չի եղել։ Ես հիշեցնեմ, որ այս ամբողջ թմով են իրենք նույն աղբը եղել։ Սա Աննա Հակոբյանն է, որը 19 թվականին 18 հայտարարում էր իմ տղային, իմ հպարտությանը, մեր բոլորի զինվորներին խաղաղ ծառայություն հանուն Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների։ Ու սա մենակ չի։ Ուզում եմ ես դոկտոր Մահինել լսենք, կարդանք 19 թվականին ինչ էր ասում։ Արցախը հայոց պետականության պահպանման գործում կարևորագույն դեր ունի։ Եթե ընկնի Արցախը, կընկնի նաև Հայաստանը։ Շնորհակալություն բոլոր զինվորներից մինչև գեներալ մեր սահմանները անհրաժեշտ պարելու համար։ 19 թվին Արցախին գնելու մասին էր խոսում, որ ոչ մեկ չէր հասկանում, ես ինչ նկատի ունի։ Արցախը ինչի պետք է ընկնի։ Ով էր 19 թվականի մտածում, որ կարող է Արցախն ընկնի, որովհետև օծն իր պորտով չէր կարողանա մտնել Արցախ, եթե այդ դավաճանությունը թիկունքում կազմակերպված չլիներ։ Բայց այս տականքներն ինչ եկել էին, Արցախ հանձնելուց են խոսում, մենք չենք թույլ տա Արցախը հանձնել։ Ու այս բոլորը կան դեռ, ոչ մեկ չի հեռացել, ոչ մեկ չի ասում ոնց թե Արցախը դա հայոց պետականության պահպանման գործում կարևորագույն դեր ուներ, ինչի հանձնեցիք։ Հիմա տեսեք ինչ է ասում։ Ու գալիս է 2026 ու մարդիկ այս խոսքերն ասողի
լսում են ու հույս ունեն, որ իրենց չեն խաբելու։ Կամ համաձայն են, որ իրենց խաբում են։ Երկու դեպքում էլ դժվար է այդ մարդկանց ինչ որ տրամաբանության շրջանակներում եւ նորմատիվ լեքսիկոնի մեջ ինչ որ բառերով նկարագրել։ Հեսա հիշացնեմ։ Մտահոգիչ լուրեր սկսեցին տարածվել 5 տարի առաջ այս օրերին խիստ մտահոգիչ լուրեր սկսեցին տարածվել Սյունիքի սահմանամերձ բնակավայրերից։ Սև լճին հարող գյուղերի բնակիչներն այս օրերին ֆիքսեցին, որ լճի տարածքում հայտնվել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ պատերազմից հետո երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական դրության պայմաններում նոր սահմանի բացունքներին հենակետեր եւ դիտակետեր կառուցելու ուղղությամբ որևէ աշխատանք չի նախաձեռնել։ Դրա հետևանքով ադրբեջանցիներն առանց մեկ կրակոց գրավեցին Սև լճին հարակից ռազմավարական նշանակության բացունքները եւ լիճն ամբողջությամբ։ Նպատակը պարզ էր ի սկզբանե։ Հենց այս բացունքներից է բացվում ճանապարհ դեպի Սյունիքի Սիրտ-Գորիս եւ հարակից գյուղեր։ Հետո քաղաքական իշխանությունները սկսեցին շրջանառել սահմանազատման արդյունքում կորցրած այս տարածքները հետ բերելու խոստումը։ Պարզապես պետք է ֆիքսվեր քարտեզ, որի հիման վրա կկատարվեր սահմանազատումը։ Իսկ նման քարտեզ դեռ չկա։ Չկա պաշտոնական գեթմի քարտեզ, որով օրինակ Սև լճի մեծամասնությունը կլինի Ադրբեջանինը, կամ որով Հայաստան եւ Ադրբեջան խորհրդային սահմանի բարձունքները կլինեն միայն Ադրբեջանինը։ Փաստն այն է, որ սահմանազատման process-ը սկսվեց 2024-ին այն դիրքերից, որտեղ մենք ուժեղ ենք եւ ըստ ինչ-որ քարտեզների ինչ-որ վերադարձնելիք ունենք։ Այդ քարտեզները սակայն այդպես էլ չհրապարակվեցին։ Սև լճից այդ process-ը կարծես լավ հեռու է։ Քարտեզեր նշվում, քննարկվում, այո, բայց դրա փոխարեն հետո ունեցել ենք ձևակերպում, որը նաև համադրելով, վակուումի մեջ չի, չէ՞, բանացին, համադրելով այլ փաստաթղթի հետ, հիմա ես կասեմ ինչի մասին է խոսքը, այդ բացը լրացնում է եւ ըստ էության անհրաժեշտություն էլ է վերացել։ Նախ մենք ստացել ենք Ալմա-Աթայի վրա բավականին լուրջ հղումը։ Անկամ մենք չունենք այս պայդրությամբ ինչ որ հայտարարություն կամ փաստաթուղթ, որ Ես նորից եմ հիշացնում այն միաբջիջներին, որոնք լսելով այս տականքին Ալմատայի վրա հղումներն անում, այ անառակի զավակներ, այ անհայտ, չգիտեմ, ծագում ունեցողներ, Ալմատայի մեջ, փաստաթղթի մեջ, ոչ մի սահմանի մասին խոսակցություն, ոչ մի չափագրություն գոյություն չունի, դա ընդհանրապես տնտեսական համագործակցության եւ իրար հետ հարաբերությունները շարունակելու փաստաթուղթ է։ Ոչ մի բան չէր կարող լինել Սև լճից, որովհետև այդ Ալմատի հռչակագիրը ստորագրում են երկրներ, որոնք թքած ունեն այդ Սև լճի վրա։ Այդ ժամանակ այդ Ալմատայի մասին ստորագրող հայկական կողմն էլ չգիտեր, որ Սև լիճ կա։ Դա ընդհանրապես Սև լճի մասին չէր կարող լինել։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այս անառակները խափում են եւ իրենց նման անառակներն էլ ուզում են դրան հավատան, որովհետեւ դրա դիմաց վճարվում են, կամ այտենց է իրենց համար ուղակի թքած ունենան ճշմարտության վրա, դա իրենց հարմարա ու վերջ, իրան կտենց են որոշել, կամ ինքան են ատում հայ ազգին, որ մտածում են ոնց կազմակերպեն, որ այս ազգի վերջը շուտ գա, ամենալավագույն դիրքերը փաթաթեն տան, ասեն Ալմատիում այտենց է գրած, լավագույն դիրքերը փաթաթեն տան, որ Ադրբեջանը երբ ուզենա պարսատիկով էլ կարող է խփի ուզում է, ու ասեն Ալմատիում էր դա դրած։ Նորից եմ կրկնում, սկսած այս տականքից, մինչև բոլոր նրանք են տականքներ են, չմարդերը, ես ասում տականք, սա հացական չի, սա նժդեհի ձևակերպված հայեն տեսակն է, որը շատ վտանգավոր է, որը կործանարար դեր է խաղում Հայաստանի ճակատագրի մեջ։ Գնանք առաջ։ որտեղ ֆիքսվել է դա, որ օրինակի համար սահմանազատում իրականացվելու է 1922 թվականի իրավիճակը ցույց տվող քարտեզներով կամ 1975 թվականի քարտեզներով։ Փաստն այն է, որ ադրբեջանցիների կողմից առանց կրակոցի ստրատեգիական բարձունքների գրավումը Սև լճի հատվածում հանգեցրեց նաև սոցիալական հետևանքների, այսինքն առաջացավ ջրի եւ խոթարքերի հասանելիության խնդիր, ինչի կենսական Ջուր, այս պատերազմը ջրի համար է եղել։ Այս պատերազմը առաջնային Հայաստանի ջրային պաշարների համար է եղել։ Այս լճերը, այս աղբյուրները դրա համար է տրվում, որտեղ Ադրբեջանը անապատանում էր։
Սա մենակ Հայաստանի կործանումը չի, սա Ադրբեջանի փրկությունն է։ Սրա համար էր ասում այդ տականքը, այդ անհայտ ծնունդը, ասում էր տարին 12 ամիս այդ ձյունը, բա մեզ պետք են դրանք, այդ դիրքերը։ Հասկանում եք, որ ինքը ինչ չափանիշ է դնում, ու որ իրա նման անուղեղներն կրկնում են դա, այսինքն այդտեղ ձյունը, ուրեմն դա մեզ պետք չի, բա դե Գրինլանդիան խիչ չի տալու օրինակ Դանյան բանին, խիչ չի ծախում։ Տարին 12 ամիս սառույց է այնտեղ, խիչ չի ծախում Դանյան բա։ Ամերիկայի նման պետությանը ցույց է տալի երկու ձեռքի, երկու մեջտեղի մատերը եւ ասում է չեմ տալու, այն չի տալի, փողը տալիս այդ զրի չի ուզում։ Նիկոլ Փաշինյան ընտրողներ, ախր դուք չեք հասկանում դուք ով եք։ Ախր որ անկյան տակ կտում եմ ձեզ ընդհանրապես արդարացման լավագույն ցանկության դեպքում նույնիսկ հետ չի մնում, ձև չի մնում, գործիքակազմ չկա։ Դուք մարդկային բնութագիր չունեք, չկա տես բառ, որ կարող է ձեզ նկարագրի ամեն օրվա ռեժիմով այսքան ձեզ բացատրելուց հետո։ Նշանակություն ունի հարակից բնակավայրերի համար։ Վերջին տվյալներով Սյունիքի բնակչությունը 21-ից 26 թվականներին նվազել է 12.2%-ով։ Սա Դա է դրանց նպատակը։ Դատարկեն հեշտան։ Հետո ասեն մեզ պետք է դժգույն Սյունիքը, մարդ չկարան դա ապրում էր պետք։ Հեն ադրբեջանցին գալու է ապրի։ էական թիվ է, եւ ըստ մասնագետների, այս process-ը սկսեց հենց Սև լճի գրավումից հետո։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Հունիսի 18-ից 19-ը Բաքվում կկայանա «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» անվանումով փառատոն։ Սա հստակ ազդանշան է։ Բաքուն այլևս չի թաքցնում իր տարածքային պահանջները։ Վերադարձ, իրանք արդեն վերադարձն են պլանավորել։ Վերադարձ։ Դրա համար իրանց պետքա Փաշինյան Նիկոլի հաղթանակը։ Դուք գիտեք ինչ է նշանակում, հարգելի բարեկամներ, վերադարձ իրանց բառերով եմ ասում։ Ադրբեջանցի մուտքը Հայաստան։ Ես ասում եմ երեկվա Պերժ Զետունցյանի ասածը, 3-4 օր ես կարդացի, չէ՞։ Ոնց է սովետական միության ժամանակ։ Հայ աղջկան սպանելուց հետո, մորթելուց հետո, խորոված արել ու կերել։ Ոնց են հայ կնոջը ամուսնու առաջ մորթել, ամուսինը կիսա խելագարվել է, ու ստիպել են, որ իրա կնոջ միս ուտի։ Սովետի ժամանակ։ Այդ ազգը չի կարա փոխի, հասկանում եք դու գայլին, դու գիշատիչին, որի ատամները արյան մեջ է, որը արյունով է սնվում, դուք չեք կարող դաստիարակել, ու իմաստը որն է։ Այսօր ինձ ասում են, ինչի ադրբեջանցիների հետ հնարավոր չի գործանել։ Հնարավոր է։ Եթե քո ձեռը փետ կա, ինքն էլ վախենում է այդ փետից, ամեն ինչ էլ հնարավոր է, բայց հենց փետ անկավ ձեռիցդ, այդ ոտերը լիզող ադրբեջանցին կոկորդ հետա կրծելու, ու ինք իր ամբողջ գոյության ընթացքում դա ապացուցել է։ Ես չեմ հասկանում, ձեզ ուրիշ ինչ է պետք ապացուցելու համար, որ սա մեզ տանում է մորթելու, մեզ չէ, ձեզ նույնպես, բոլորիս։ Դուք ընտրել եք Նիկոլին, սիրում եք Նիկոլին, ադրբեջանցին թքած ունի, ինքը հայ է, դուք իր համար հայ եք, նույնիսկ այն հայն եք, եթե Նիկոլ Փաշինյանին եք ընտրել։ Վերջ, միևնույնն է, դուք գործիք եք, որով ձեզ իսկ մորթելու է։ Ես չգիտեմ, որ ինչ բացացեմ։ Ստալիքը Եվրատեսիլ երկի մրցույթի կիսաեզրափակչի հեռարձակման ժամանակ Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշի ներքո, հայտնել է իսրայելահայերի Նաիրի միության նախագահ Արտյոմ Չեռնոմորյանը։ Նույն պատկերում երկու ադրբեջանական դրոշ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների դիմաց։ Նրա խոսքով միջադեպը մեծ արձագանք եւ դժգոհություն է առաջացրել Իսրայելի հայ համայնքում, միևնույն ժամանակ Չեռնոմորյանը չի բացառում, որ տեղի ունեցածն անփութության հետևանք է։ Նա մտադիր է պաշտոնական նամակ ուղարկել պահանջելով ներողություն խնդրել։ Նշեմ, որ սա առաջին սկանդալային միջադեպը չէ կապված իսրայելական հեռուստաալիքի հետ։ Նախորդ տարի էլ Եվրատեսիլի Հայաստանի մասնակցի ելույթից հետո հեռուստաալիքի մեկնաբանն ասել էր. «Չեմ հավատում, որ մենք նրանց Երուսաղեմում մի ամբողջ թաղամաս ենք տվել»։ Այդ միջադեպից հետո Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը դիմել էր Իսրայելի հանրային հեռարձակողին պարզաբանումների պահանջով։ Ի պատասխան Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիան հանդես էր եկել հրապարակային ներողությամբ։ Պատահական։
Ինչ պատահական։ Ով միջև մա չի հասկացել։ Նորից բացատրում եմ։ Իսրայելը դա աջունազբու պետություն է։ Ինքը մի հատ նպատակ ունի։ Տիրել, ղեկավարել ամբողջ աշխարհը եւ վերականգնել իր պատկերացած սահմանները։ Իհարկե Հայաստանը այնտեղ չկա, բայց դա իրական չի։ Հայաստանը կա թե չկա, Հայաստան պիտի չլինի որպես այդպեսին։ Մնացած աշխարհը պետք է կառավարվի ինչ-որ գործիքներով։ Այդ կառավարման գործիքներից մեկը թուրքերն են, ինչպես որ կառավարել են։ Այսինքն արաբներին կոտորելու համար ինքը օգտագործում է արաբներին, հայերին կոտորելու համար ինքը օգտագործել եւ օգտագործում է թուրքերին։ Սա չի նշանակում, որ ինքը թուրքին սիրում է, չէ, ուղղակի ինքը թուրքը իր համար հարմար գործիք է, հարմար։ Փողի դիմաց ամեն ինչ անող գործիք է։ Վերջ։ Ու սա չի կարող պատահական լինել, սենց բաները պատահական չեն լինում։ Ես դրան ուղղակի չեմ էլ հավատում։ Ու մանավանդ որ ասում են, տեսակ, ոնց ենք մենք մի ամբողջ թաղամաս տվել, 1/4 տվել Երուսաղեմի իրաց։ Մի հատ հարցնող էլի, «Տո դուք ով էիք, որ տայիք կամ չտայիք»։ Մի հատ հարց է պետք տալ, դուք այդտեղ ինչ էիք անում։ Դուք ոնց կարող էիք այդտեղ լինել։ Դուք անհայրենիք, անսկզբունքային, то есть դուք էլ չգիտեք որտեղից եք առաջացել։ Ուղղակի միտեղից առաջացել եք, վռնդել են, եկեք հաստատվել եք այդտեղ։ Ստրուկ ինչ որ մի հատ ցեղ Եգիպտոսից, որը վտարվել է իր կեղտոտ բաշկերի համար, վտարվել է, եկել է ուղղակի ամենացել է դա։ Դուք այդտեղից էլ չեք եղել, դուք ոնց կարող եք մտածել, որ դուք հայերին այդտեղ եք։ Մի խոսքով, նույնիսկ եթե մեկը մտածում որ հայերին դեռ իրանք տեղ են տվել, պաղեստինցիներն էլ ձեզ տեղ տվեցին։ Որից հետո եղավ են ինչ որ առ այսօր կատարվում է։ Մենք վերադառնանք Հայաստան։ Նայեք սա։ Այս առավել ակտիվ ԿՊ-ականներին ես հենց եմ ուզում տեսնեմ մի 2-3 ամիս հետո, երբ ԿՊ-ն էլ իշխանության չի լինի։ Ճանաչում եք ով է հայվանը։ Դուք տեսել եք երբևէ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ պաշտպանության նախարարը թարի ինչ որ բանի վրա ու միտինգ անի։ Տեսել եք այդպես բան։ Ես օրինակ չեմ պատկերացնում Սեյրան Օհանյանի այս դերում կամ Վազգեն Սարգսյանին այս դերում։ Ես ուղղակի չեմ հավատում, ես չեմ պատկերացնում, էլի։ Դուք հասկացեք, չէր կարող այլ ձև լինել, երբ որ դուք երկիրը ղեկավարելու եք տալիս տխմարների, որոնք ոչ կրթություն ունեն, ոչ անցյալ ունեն, ոչ կենսագրություն, ոչ մի բան չունեն, ոչ արժանապատվություն ունեն, ոչ անցած ճանապարհ ունեն, ոչ մի բան, ոչ մեկն են։ Ուրեմն պետք չի զարմանալ, որ պաշտպանության նախարարը կարա թարի ինչ որ մեքենայի գլխի ու միտինգ վարի, ու իր ներկայությամբ կարա կռիվ լինի քաշքշուկ։ Հիմա վերադառնամ սրանց, հա, այս առավել ակտիվներին, այս դեմքերով։ Ես երաշխավորում եմ, այս նույն դեմքերը, ասենց ակտիվ են եղել նաև հանրապետականի ժամանակ, ՀՀԿ-ի ժամանակ։ Այս են դեմքերն են, որոնց դու փող տուր, հիմա ասենց ինքը ոգևորված, իր տունը, իր երեխեքին, իր մորը, իր կնոջը, չգիտեմ ինչ որ ունի, ասես ոգևորված այս ձևով հանելա, տալիսա թուրքին, էլա գոռում ախի չես վերցնում։ Իր ֆունկցիան փաստացի դա է։ Ես չեմ ասում են դիմացին եկելա փրկելու։ Այդ էական չի ով է դիմացինը։ Բայց սրա նպատակ այդ գլխարկը որ դրել է գլխին։ Սա դա ամսի 8-ից հետո այս միջոցառումների ընդհանրապես այս ԿՊ-ի շուրջը վազվզող այս կապիկներին ուղղակի պետք է հերթով կանչել ասել այստեղ։ Ինչ ես անում, հիմա ինչ ես անում։ Ես նենց եմ ուզում սանց դեմքը տենամ, էմպայից հետո, երբ որ Փաշինյան Նիկոլը էլ իշխանություն չի ունենում։ Ու գնալ հաթաթ սրանց տաներով, ահաբեկելու համար չէ։
ուղղակի մի ասած նայել աշկերի մեջ էլի։ Նայել ինչ ընտանիք ունի, խոսալ, ասել դու իրոք ուզում ես այս երեխեքիդ հանձնել Թուրքի։ Երեխեքին բացատրել, որ գիտես ինչ, քո հորից կամ քո զավակից մենք ենք քեզ պետք է։ Որտեվ քո տան ворցը արու զավակը ինչ որ կոպեկների դիմաց քեզ հանել է աճուրդի։ Ինչ որ ունեք, գերեզմաններ ունեք, երևի տուն ունեք, չգիտեմ, ամեն մեկը մի բան ունի։ Սրանց փոխանցեք, դրեք, թող նայեն։ Մենք սաղիդ հետևից գալու ենք։ Մենք էլ չգանք, Թուրքն է գալու։ Դուք պիտի ուրախ ըլեք, որ մենք գանք։ Մենք էլ չգանք հանկարծ, եթե ձեզ հաջողվի, այն ինչ որ ուզում եք անեք, Թուրքն է գալու։ Այդ ժամանակ ես ձեզ չեմ խղճա։ Ու իմ նմանը շատերը։ Դե Նիկոլ Փաշինյանն իր հերթական կապիկի հետ է։ Նույն մարդը բոլոր տեղերում, ուղղակի տարբեր շորերով։ Կարելի է ձեր հետ մի հատ սելֆի անել։ Փաշինյան Նիկոլի դեմքի ժպիտը նայեք, ասել ես ինչ ժպիտ է, fake ժպիտ է, ինքը չի ժպտ։ Ինքը գիտի, որ իր կապիկն է, իր վարժեցած կապիկն է։ Բա հիմա հարց եմ տալի, այ վարժեցած կապիկ, դու սրանցով ինչքան ձեն պետք է հավաքես, 10%, 20%, մաքսիմում։ Դու չկաս Փաշինյան Նիկոլու այդ մասին գիտի նաև Ալիևը, ասեմ, օրական իր հայտարարությունները քեզ աջակցելու մասին, այդ ինձ այսօր Երևանի զանգել ասում են խոսակցություն կա, որ Թուրքիայի կողմից օդանավեր եւ դրոններ են ասում Հայաստանի տարածքը, շատ ցածր թռչելով։ Դա հոգեբանական գրող է։ Խառնված են եւ Թուրքիայում եւ Ադրբեջանում, որտեղ հասկանում են, սա իրանց վերջի շանսն է, գոնե ապագա 100-ամյակի ընթացքում, որ իրենք կարող են ի վերջո վերջ տալ Հայաստանի Հանրապետությանը։ Որտեղ սենց բան 100 տարի մեկ է լինում, կամ 1000 տարի մեկ է լինում։ Ով հայ ժողովուրդ։ Սրանց նպատակի իրականացման խոչընդոտը դու ես։ Քո քվեարկությամբ, քո ակտիվությամբ։ Հարգելի հայրենակիցներ ջան, դա համար եմ խնդրում տարածել, զրուցել, կռիվ տալ, կռիվ, բառացի կռիվ տալ Հայաստանը պայելու համար, նույնիսկ ամենամերձավորի հետ։ Դրեք, թող այս ձայնագրությունները նայեն։ Թող չհամաձայնեն, բայց թող նայեն էլի։ Ասեն սարկացա, ասեն Աննա Հակոբյանը այդպես բան չի ասել 18 թվականին, ասեն դոկտոր Մահը 19 թվականին այդպես բան չի ասել, կամ հիմա չի ասում։ Թող ասեն Նիկոլս այդպես բան չի ասում, այդպես բան չի արել, այդ սա սուտ է, թող նայեն ու ասեն։ Հիմա էլ Հապանանի դպրոցի տնօրենը դասել է, որ աշակերտներին քշեն Փաշինյանի քարոզարշավին։ Հասկանում ես Նիկոլ Փաշինյան, Սերժիկն էլ էր նեղը, բայց ես չեմ հիշում, որ աշակերտներին տանեն, տանում են գրադարանի աշխատողներին, ուսուցիչներին, բան, բայց որ աշակերտներին տանեն։ Բայց դու չես հասկանում, որ աշակերտները ընտրող չեն։ Այդ տգետ, քեզ չեն ասել, որ աշակերտները ընտրող չեն։ Թե գլխականակ ես ապահովում, ու դրանից դու քեզ ուժեղ ես զգում, դու կարող ես հիվանդես ուժեղ զգան, բայց չէ որ հոտդ հետևի տենում է, որ դու աջակցություն չունես, չէ որ տերերը տենում են, որ դպրոցի դասերից քո հանդիպման քշված երեխեքը ընտրող չեն, իրենք չեն եկել քեզ աջակցելու, դու աջակցություն չունես, տենում են, չէ, քեզ իրանք էլ սատկացնելու են Նիկոլ։ Հա, բայց ինձ դու պետք ես, ողջ առողջ, դու լը պետք է պատմես սախ, հա, մենք պետք է փրկենք քեզ, հիմա սան եմ ուզում լսեք էլ մի հատ։ Եմ սիրում, շատ, չապից դուզ, այդ ձևի մարդ շատ, չապից դուզ։ Սկսեցինք, քանի որ դուք նիկոլական եք, Այո։ երկրպագեք Նիկոլին։ Ես իրան շատ եմ սիրում, շատ, չապից դուզ։ Այդ ձևի մարդ, որ ինքը կա, մեծատառու մարդ է։ Լիշնի իմ կարծիքն եմ ես ասում։ Ուրիշ բառերով եք ներկայացնում։ Ոնց ներկայաս։ Ցար, ինքը ցար է։ Իմ համար ինքը ցար է։ Ես հայ ազգի ներկայացուցիչ եմ, ես հայ տղա եմ։
Չէ, այդ տավար, դու չես կարող հայազգի ներկայացուցիչ լինես։ Հայազգի համար ցած չի եղել։ Դու ինչ որ մի հատ բան ես միտեղ առաջացած, հովտեղի դթում, որ սենց ուղակի ուռելա, որտեվ հայ ազգը ցած չի ունեցել, դու չես կարող հայ լինես, դու ինչ որ ռուսացած, որ ազգություն չունի, որն ցարա պետք, որտեվ ցարի ժամանակ դու գիտես ով ես եղել, խալոպ։ Իսկ խալոպի կարծիքը ում է հետաքրքիր։ Եթե մեկի համար ցար կա, նշանակում է ինքը խալոպ է։ Դու չես կարող հայ լինես, որտեվ հայ ազգը չի ունեցել ցար։ Հա, դու քեզ մի ասա հայ։ Սա 1-րդ դար, առնվազն 120-130 կիլո քաշ, բայց ցար է երազում։ Գիտեք ինչի, որտեվ խալոպի համար ցարը այնքան ապահով բան է, որտեվ ցարն է իր հարցերը որոշողը։ Ստրուկը ազատություն չի ուզում, աղբեր իրեն հարմար է այդ վիճակով, ուզում է լինի մի հատ ցար, ինչ որ ասում է լինի։ Ընդ որում ասեմ, ցարը նաև սրանց պատկերացումների մեջ Աստծո ներկայացուցիչն է երկրի վրա, դա ցարը Ռուսաստանում։ Բոժի պամազնիկ, ինքն է եղել Աստծո ներկայացուցիչը։ Մի զարմացեք, սրանց համար Նիկոլը նաև Աստված է, սրանք բեզբոժնիկ են։ Սրանք անազգ, անհայրենիք, բեզբոժնիկ, ասում Նիկոլը սան համոզել է, որ ինքը նաև իրանց Աստվածն է։ Դե ինչ։ Կա, ուղղակի 21-րդ դարում սենց բանը ունիկալ հազվադեպ երևույթ տեսնել, ես պատրաստ չի, ազնիվ խոսք։ Այն էլ Հայաստանում, կես կանե ես, Ռուսաստանում ցար պրիզնատ գալը, Պուտինը շատերի համար ցար է Ռուսաստանում, Հայաստանում նույնպես, բայց ռուսա, նա ռուսական մշակույթի ցարն է։ Հայաստանի մշակույթի մեջ ցար չի եղել այդ տգետ, հետևաբար դու հայ չես, աստեղ ես քեզ ադբոյ եմ տալիս։ Հերիքա էլի երկեք, պարեք, այս ժողովրդին են ծարեք, որ լավ ապրեն, ուղղակի չեն տանի, չէ, եթե մի բան ասեմ, չեն վերցնի տանեն կամ հաջորդ ասեք տիկին, Ասեք ինչ ասեց, ինչ չեն տանի, չէ, բռնեն տանեն, վաղը գան հետևից ես, ասեք տիկին։ Ինքը վատ չզգաց, որ իր երկրում, որտեղ ինքը վարչապետ 8 տարի, մարդիկ խոսելուց առաջ մտածում են իրենց հետևից կգան, թե չէ։ Ցանկացած իրան հարգող վարչապետ պիտի ասել ես ինչ եք ասում տիկին, մեր մոտ ժողովրդավարություն է, այդ որոք բանը խոսածողի հետևից են գալի։ Տականքը դա չասեց, լսում ես այդ ցարի հետևորդ ստրուկ, ձեր համար նորմալ է, որ ձեր խոսքի համար կարան գան ձեր հետևից, Փաշինյան Նիկոլի համար էլ էր նորմալ փաստորեն։ Այսպես դետալների վրա են բռնվում տխմարները, շատ լուրջ բաներ է, որովհետև իրան հարգող վարչապետը կասեց հələ մի վարքան, կներեք, այդ որի մեկ է, ում հետևից են եկել խոսալու համար, ամոթի ինձ ունը, նշանակում է սա պետություն չի, սա բռնապետություն է, ոնց թե խոսալու համար գան մեկի հետևից, ինքը վատ չզգաց, ասեց տիկին, ես գարանտիա եմ տալի ձեր հետևից չեն գա։ Հասկացաք ով եք դուք այդ տխմաններ, ինչ ցար, դուք շարքային բոմժեր եք, բռնականներ, որ այսօր դուբիկ են ձեռները տա, վաղը, ես կասեմ։ Փաշինյան, պարոն Ավինյան, ես ձեզանից մի բան եմ խնդրում։ Այս քաղաքում ինչ որ արվում է, սրտանց արեք։ Խնդրում եմ, սրտանց արեք, սիրով արեք, որ սիրուն լինի, որ լավ լինի։ Ամեն Ոնց, որտե սրտանց չեն արել, սա ծառերը կտրտել, թափել են, բորդուժ ասֆալտ, որը սրտանց չեն արել, ամեն ինչ սրտանց են արել։ Ուղղակի ձևակերպումը սրտանցը որն է, սրտանց ավիրել են, ինչ է, վատ են արել, սրտանց ավիրել են, ասա նայեք։ Սա շեդևր է, շեդևր։ Բարև ձեզ, լավ եք, լավա ձեր տրամադրությունը։ Ինչի։ Որտե՞ղ ձեզ տեսա։ Ոչինչ, լավ որ ենք ձեզ մաղթում։ Հույս ունենք հաջորդիվ կտեսնեք նրան ում ուզում եք տեսնել։ Հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ։ Բայց չի նայում նույնիսկ ասում է, լավա ձեզ ասում է, չի, որտեղ ձեզ տեսա։ Ինքը պետք է ինքնահրկիզվեր ուղղակի, ասել մի բան տվեք խփեմ գլխիս էլի։ Կամ կասեք իդ ինչ եմ արել։ Ասես ես անհաջողություն եմ մաղթում։ Մարդը նստած
հանգիստ իր տեղից, իրեն ասես կոնկրետ սիկտի տեղից։ Հասկացեք ինչա պետք սրան ասել։ Հանգիստ առանց գոռալու։ Ինքը նույնիսկ չնայեց վրեն, տեղից չհելավ, ասեց։ Չէ, ոնց կամ ինձ լավ զգամ։ Քեզ եմ տեսել տրամադրությունս ընկավ։ Սա գլուխը կախած, շուռ եկավ գնաց, ինքը հասկացավ եկել է հայի մոտ։ Հայի, որ հենց երեսին նույնիսկ երեսին չնայեց, ասես դե հիմա գնա, անհաջողություն եմ ցանկանում ես քեզ։ Տխմար։ Բայց քանի որ երեսին դհոլի կաշի է քաշած, թվում ես դեմքին, սրբում է շորով, ես բայց կողքիների դժգոհ դեմքը նայեք։ Շնորհակալ եմ։ Մասնավորապես ես աղջկա։ Հաջողություն եմ մաղթում։ Բերանը հավաքած։ Շնորհակալ։ Քեմ ծիծաղովը, հա։ Էս ինչա, էս էլ է ինչա։ Դուք պատկերացեք ձեր հետ ինչա կատարվելու ամսի 8-ից հետո։ Ես գրամ արժանապատվություն, հիմա պետք է ասել զենք կա մոտդ, դու խփեմ ինձ էլի։ Տղամարդը սենց կաներ։ Կամ կգնար կդադարեցներ։ Ես ասած քադոզաշը, բայց շաներ ես ունի, լսեք իմաստ է։ Ասեք, ինչ հարց կա։ Արադ Միրզոյանը ասում է, որ մենք անհրաժեշտ տարածքներ ունենք Հայաստանի տարածքում։ Ասեք, որ տարածքների մասին է։ Հիմա այդ ուղղակի բոլորս իմանանք, բոլորը քվեարկելով մի քիչ տարածքներ անցնել ունեն։ Ոչ մի տարածքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան որևէ տարածքի մասին Զգացիք բառը ինքնիշխան որևէ տարածքից, այն ինչ որ տալու են դա ինքնիշխան տարածքի մեջ չի մտնում։ Բայց մարդը ուղիղ կանել է դեմքին, ասում է, ասա էլ որ տարածքներն ես տալու, տականք։ Ու տալու են։ Արդեն խոսում են դրանց մասին, հետո ձեզ ասելու են, բայց մենք ձեզ ասել էինք։ Ձեզ ասել ենք տալու ենք, դուք էլ մեզ ձեն եք տվել, այ ոչխարներ, ես եմ եղավ որ դուք մեզ ձեն եք տվել, հիմա էլ բողոքում եք։ Ասելու են, ճիշտ են ասելու։ Նրանց, ով իրանց ձեն ա տվել։ Լինել չի կարող։ Մի րոպե նայեք։ Մենք ինքներս ունենք խնդիր։ Արցվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, եւ եթե մենք հրաժարվենք, չենք կարող այսինքն հրաժարվել, չենք կարող ասել Արցվաշենը չկա։ Հիմա ինչպես չենք կարող հրաժարվել։ Բա ուր ատականք։ Բա ինչի՞ միջև հայկական չի Արցվաշենը։ Բա ուր է։ Ասեք որ տարածքն է, որ ուղղակի իմանանք, էլի որտեղ ենք։ Ադրբեջանի 3 տարածքները Վարխուդարլի, Խելեմլի, չէ, դա սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արցվաշենը հետ է գալիս ամբողջությամբ, չի կարա չգա։ Չգա։ 5 տարի առաջ նույն ձևի Շուշին էր ազատագրում, Հադրութն էր ազատագրում, Արցախի անջատում հանուն փրկության։ Չի կարա չգա։ Ուղղակի մարդը ինչ կարգի պետք է ինքը իրան չհարգի, թքած ունենա ինքը իր վրա, որ սրա ասածին հավատա, ես չգիտեմ։ Ուրիշ բացատրություն չունեմ ես։ Չէ, ես Հայաստանի քաղաքացի եմ, ես Լավ եք, հարկասը։ Իսկ ես լավ չեմ։ Ինչի՞։ Ամսի 1-ից տոշոկից չի բացացել։ Ինչի՞։ 1800 դրամ է բացացել։ Զինծառայության 2 խմբի աշոկային, սա։ Բա, թոշակը չի բարձրացել։ Ասեմ ձեզ իմանաք Ժորժ ջան, եթե մարդել կա չգիտի։ Այսօր նորից տեղեկ ասա դրա մասին, որ ռազմարտունաբերության պատվերները դեռ հաստատված չի։ 150 միլիարդը որ պետք է գնար պատվեր ռազմարտունաբերության համար, գործարաններ կա, աշխատողներ կան, չկա այդ փողը։ Չկա այդ փողը, որտեղ այդ փողն էլ հերիք չի, 150 միլիարդը։ Իրանք ուղղել էին թոշակներին 2 ամսով, որպեսզի բարձրացնեն, էդ էլ չեն տալիս։ Էդ էլ չկա արդեն։ 5-ներն է հետ գալիս, որովհետև բժիշկներին էլ փող չեն տալիս։ Բա ինչ պետք է լինի։ Եղբայր, դու ուզում ես համ թոշակ ստանաս, համ Նիկոլ Փաշինյանն ընտրես ու ամեն ինչ տեղի լինի։ Ով Նիկոլ Փաշինյանին ընտրել է, ընտրի, այդ չգիտեմ ինչի դիմաց, թոշակ կլինի, խոստում կլինի, ինչ ուզում ալի։ Հետագայում ինչ որ լինելու է իրանց հետ։ Իմացեք, նախորդ հիմիկվանից եմ ասում, տեղին է լինելու։ Տեղին դա լինելու է արտարացի։
Եթե մարդ կարող է 10,000 դրամի համար ամբողջ պատմությունը, կենսագրությունը, կյանքը, ապագան ծախի բարի բուն իմաստով տա թուրքերի, շարքმა այն ինչ որ եղել է լինի։ Գիտեք սա ինչի նման է։ Սա սեփական կամքով պրոստիտուտկա դառնալու նման բան է։ Դուք կարող եք մաննավաճառին մեղադրել, որյան տանում են գումարի դիմաց, ինչ պետք է անում են, հետ են բերում շպրտում են մայթին։ Կարող եք մեղադրել։ Այն որ տանում այն ինչ որ պետք է։ Փողը տալիս է, այսի ուզում է համաձայնվել է խաղի կանոններին, հանել է իրան վաճառքի, դե փող տվողն ինչ ուզում անում է դրա դիմաց։ Հետո կուզի կբերի, չի բերի, մի խոսքով էական չի։ Էսա պայմանագիրը, Նիկոլ Փաշինյանի ձեն տվողի պայմանագիրը սա է, ինքը ինքնակամ հանձնվում է թրաֆիկինգի։ Հիմա թրաֆիկինգի արդյունքում ինչ կկորցնի, կյանքը կկորցնի, տունը կկորցնի, հայրենիքը կկորցնի, արդեն էական չի, դա մնում է արդեն։ Նիկոլի նախասիրությանը, թե ինչն է կորցնելու երբ։ Ցանկացած մեկը որ Նիկոլին ձայնա տալի, ասում է իմ հետ, իմ ընտանիքի, երեխեքիս, թոռներից հետ արա ինչ ուզում ես։ Իմանալով հանդերձ ինչա լինելու է, ես չի որ գախնիկ է պահում։ Չէ՞ 21-ին ասեց։ Մի բան 26-ին ասում են ինչ որ ասել եմ, սուտ եմ ասել, խաբել եմ ձեզ։ Հիմա ինչ որ ասում, հիմա հավատացեք։ Դե ինչ կարգի իդիոտ պետք է լինես որ հավատաս։ Դա ման եմ ասում։ Ով սան ձեն ատալի համաձայնվում է սեփական կամքով դառնա սրա թրաֆիկինգի զոհը։ Այսքան բան։ Դե գնացեք։ Այսօր իմանում ենք, որ նախընտրական պաստառ փոկելու համար գործով մարդը նախ ձերբակալվել, կալանավորվել, ուղարկվել գաղութ, հետո էլ հոգեբուժարան, որտեղ էլ որ կախվել է։ Պաստառ փոկելու համար, վստահ եմ այդ պաստառն էլ եղել է ԿՊ-ի պաստառը։ Քնչական դուք գիտեք ով եք։ Դուք մասը նկար կայսում սուստանալ էդի։ Ախ, որ հասկանա հայ մարդը իրան ինչ է սպասվում։ Ափսոս է տեսանյութը չեմ պահել։ Խոսքով տեսանյութը գիտեք ինչի մասին էր։ Իսրայելի զինվորները, ոստիկանները կանգնած են, պաղեստինցիները շարքով երկու հատ ավտոմատավոր է կանգնած։ Իսրայելցիները, պաղեստինցիները շարքով տղամարդիկ ձեռները ծոզորակներին տանում են գնդակահարելու։ Հասկանում եք դուք ինչ եք դարել հայ ժողովրդի համար։ Այն նույնը լինելու է Հայաստանում։ Նույնը լինելու է Հայաստանում։ Ու դա այսօր ապահովում է այսօրվա ոստիկանը, քնչականը, դատախազությունը, Փաշինյան Նիկոլին ծառայողները, իրենց նախապատրաստում ապահովում են այն ճակատագիրը, ինչ որ այսօր իրականանում է Պաղեստինում։ Գիտեք ինչի։ Ասեն, Պաղեստինը Իսրայելի մի մասն է, նա սեփական բանակ չունի։ Այսինքն նույնը լինելու էր արցախցիների հետ, եթե նրանք մնային Արցախում։ Գալու էր ադրբեջանցի ոստիկանը, հերթով պետք է տնից հաներ տաներ, պետք էր բերեր, պետք է չբերեր, պետք է բռնաբարել, պետք է ծեծել, ինչ ուզեր անելու։ Այսինքն նույնը այսօր քնչականն անում հայ մարդու հետ, վաղը ավելի դաժան ձևով անելու է ադրբեջանցին։ Մինչև Հայաստանում մարդ չմնա ուղղակի։ Այս է իմ անգալիս էլի, նայեք, ես գիտեք ինչ նկարա, ես պաղեստինցին եկել ատուն, ինք իր ատուն չի կարում մտնի, Բրուքլինից երկու եվրեյ, եկել գրավել են իաստուն, հա, սա է լինելու Հայաստանում, նայեք, այս է պատմում, սա մասին է պատմում, ես տված ջնջել եմ, նայեք, աշները կապած, սենց հերթով քշում են, ջայլ երեխեք, սա է լինելու, ու այս ճակատագիրը ապահովում է քնչականի Արտուր Պողոսյանը, նաև բոլոր ուժայինները առանց բացառության։ Հաճիկով, բարև ձեզ, ոնց եք։ Շնորհակալ ենք, հայ։ Չվերցեց։ Կիսավ Հայաստան։ Հաճիկով, շաներես ունի, ոնց եք։ Շնորհակալ ենք, հայ։ Կիսավ Հայաստան։ Շնորհակալ ենք ասում, քեզ բայ կիսավ Հայաստանը։
իրան ոչ իմ գիտեք ինչի ես հասկացել եմ մի բան Նիկոլ Փաշինյանի օրինակի վրա ինքը լավ ռեսուրս է ուսումնասիրողների համար փաստորեն դու չես կարող բոլորին վիրավորել չես կարող վիրավորել մի մարդու որը չգիտի ինչ է արժանապատվությունը ու շատ հեշտ է վիրավորել նրան ով ունի արժանապատվություն շատ հեշտ օրինակ Նիկոլ Փաշինյանը չես կարող վիրավորել ինչ ուզում ես արա քիչ ուզում ես կին քրֆի ուզում ես երեխա ուզում ես մեր ուզում ես հեր ու հերը գիտեր այդ մասին ուզում ես ասա դու թուրք ես ուզում ես ասա քեզ տեսնում եմ հետ տալս գալիս է ոնց որ են ընկերն ասեց մեկ այր համար դու Նիկոլ Փաշինյան տեսակին չես կարող վիրավորես ու իսկ թվում է Նիկոլ այս տեսակը հավանողները հենց իրանք այդպեսին են որտեղ չի կարող ասենք իրա ոնց դու կարաս իրեն աջակցես երբ որ դու իրա տեղը եթե դու իրա տեղը վիրավորվես ոնց կարող դու իրեն աջակցես նշանակում է դա էլ քո համար վիրավորական չի չէ լսենք ալամակը Թեև ինձ համար շատ տհաճ է, բայց պետք է մեջ բերեմ Փաշինյանին։ Ծառուկյան Գագիկ, լեզուտ երկարել է, լակոտիտ Բելարուսից վզից բռնած բերելու ենք եւ բերելու ենք, ենթարկենք պատասխանատվության։ Բռնելու ենք, բերենք լակոտ։ Չես փախնելու, հերը տեր քեզ չի փրկելու։ Իհարկե ես պետք է համապատասխան իմ ձայնին համապատասխան ճղճաղամ ինտոնացիաներ տայի, որ նման լինեի բնագրին, բայց դա չեմ կարող անել։ Դա վարչապետի խոսք չի։ Դա պետական այրի խոսք չի։ Դա նույնիսկ քաղաքական գործչի խոսք չի, որտեղ քաղաքական գործիչը քաղաքական տեքստին, որոնք արտասանում են այլ թեկնածուները կամ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, պետք է հակադրի նույնքան քաղաքական խոսք։ Դա որոշակի ժանրի լրագրողի խոսք է, որը սովոր է շփվել մարդկանց հետ, սովոր է հակադրվել մարդկանց։ Ու ձեզ ասեմ, որը սովորը որ իր հետ են այտենց խոսել, այդտեղից է գալիս։ Որը դա է լսել, որտեղ իրեն հետ նման ձև են խոսել։ Դրան է սովոր։ Անձնական կամպրոմատներով եւ շանտաժով։ Բազմաթիվ այդպիսի դեպքեր կան, օրինակ մի պատգամավոր ասում է, խոսում է, չգիտեմ, Ղարաբաղյան հարցի մասին, դրան Փաշինյանը պատասխանում է, իսկ ես գիտեմ, թե որ հյուրանոցներում ես դու հանգստացել, կամ մյուսը էլի խոսում է ինչ-որ մի բանի մասին, իսկ ես գիտեմ, թե ԵՊՀ այսինչ ֆակուլտետում այսինչ բանն է տեղի ունեցել։ Այսինքն կապ չունեցող բաներ, բայց անձնական կամպրոմատով կարծում է, որ մարդկանց բերանը կարելի է ծեփել։ Զարմանալու բան չկա։ Իրան այտենց են կառավարել։ Ինքը դայատես է, ինքը դրան է սովոր։ Ու ինքը չի կարող այլ բան կիրառել, այլ ձև չգիտի, ինքը դայատես է, դրան է սովոր։ Եվ դա անընդունակություն է Փաշինյանի արտասանել քաղաքական տեքստեր։ Նա կարող է արտասանել միայն այդ որակի տեքստեր, ընդ որում խուլիգանական, գրեհիկ, լակոտական ինտոնացիայով։ Ես ուզում եմ ստեղ մի պաուզ տամ ու ասեմ, եթե մեկը սա հավանում է, ուրեմն ինքը բացահայտում է, որ ինքը իր արժե համակարգով պատկերացումներով քաղաքականության մասին հենց այդ լակոտական, գրեհիկ, վուլգար էսա։ Ինքը տենց է ու դա իր համար հենց քաղաքականությունն է։ Ցանկացած իրեն հարգող մարդ, այդ չեմ ասում իրեն ինտելեկտուալ կոչող մարդ, չի կարող սա համարել նորմալ, չի կարող սա օժանդակի։ Եթե մեկը անանում աջակցում է սրան, հավանում է եւ ասում է սա նորմալ է, նշանակում է ոչ նա ինքնահարգանք ունի, ոչ նա հասկանում է քաղաքական լեքսիկոնն ինչ է, ոչ նա հասկանում է բարոյականությունն ինչն է, սահմաններն ինչն է, բացկեշտությունն ինչ է, չի հասկանում։ Հետևաբար միայն ինքը կարող է այս որակի մարդուն համակրել, այսքան բան։ Սա համապարփակ ես ներկայացրեցի ինչ է նշանակում Նիկոլ ընտրող։ Հետաքրքիր է, Էմանուել Մակրոնը գիտի, թե ինչ խուլիգանի է պաշտպանում։ Անշուշտ գիտի։ Անշուշտ իհարկե գիտի։
ինքը պարտադիր չի որ Facebook-ն է, բայց վստահ եմ որ ֆրանսիական հետախուզությունն իրան զեկուցում է։ Այդ չեմ ասում մենք ենք նամակները ուղարկել։ Ես ասել եմ, չէ, ես ինքս անձամբ եմ ուղարկում այդ դեսպանատները։ Այն ինչ որ քրեական գործեր կան, որտեղ այդ քրեական գործերի մեջ կան նաև այս կարգի բաներ, որ եթե կարդում ես, զարմանում ես ոնց կարող է վարչապետը մի ամբողջ հանրապետության նման բան անի։ Ես հուսով եմ կարդում են, այսինքն գոնե իմ մասով ես արել եմ։ Այսինքն իրավաբանների են խումբը որ կա այդ քրեական գործերը կոնկրետ հոդվածներով, հանցագործությունները խախտումներով, հայտարարություններով, հա։ Այն որ ինչ չընտրեք պատերազմ կլինի, դա հաստատ կա։ That's what իրանք տեղեկ են։ Տեղեկ են ու իրական չի է, տեղեկա թե չէ։ Այն որ Մակրոն եկել է Երևան, դա այն Եվրոպացու միամիտ բանն է, որ քաշենք տանենք մեր մոտ այս ճիվաղին, որովհետև ինքը սիրում է քաշքշվել։ Առնվազն այդ փորձ ինքը պետք է աներ, որ ասել ես Եվրոպայի լիդեր նախագահ, հա, ես աշխատում եմ Հայաստանի վրա, Հայաստանն էլ բերեմ Եվրոպա։ Իհարկե դա ինքը պետք է աներ, բայց ես վստահեցնում եմ, ոչ ինքն է հավատում իր ասածին, ոչ էլ ինքը հավատում է Նիկոլի ասածին, որտեղ այս նույն բանը ինքը անում արդեն 8 տարի։ 8 տարի, հա, Նիկոլու Մակրոնը իրար հետ նասկի են խաղում։ Հիշում եք այդ նասկիները, որ հայկական դրոշով նասկիները քաշեց բանի Մակրոնի ոտերի։ Ուզում ասեմ 9 տարի է, 8 տարի է իրանք։ Նասկի են խաղում, ինքը շատ լավ գիտի։ Ու Մակրոնը այս ամբողջ ընթացքում հայկական շահերը ավելի շատ է պաշտպանել, քան Նիկոլը։ Ասեմ, Մակրոնը այս շահերը պաշտպանել է Նիկոլից։ Մակրոնը գիտի ով է։ Պետք չէ կա միամիտ նայել Մակրոնի վրա։ Ուղղակի ծառայողական գործեր ինքը եկավ, ասեց ու գնաց։ Առանց մի բան ստանալու դիմացավ, բնականաբար։ Հիմա շատ տխուր բանից եմ ուզում խոսամ, այսինքն տխուր ինչ է, փաստը, ես ասել եմ, ուղղակի ես չի ուզենա, որ սա ճիշտ դուրս գար, մի հատ ասենք։ Zelensky has no limits. Finishing war for him is a political suicide. You see? I do. What do you think he would do to you? Զելենսկին, սա Զելենսկու բանա, քարտուղարն է։ Նախկին, այս աղջիկը, ասեց ինքը լիմիտ չունի։ Պատերազմ վերջացնել նշանակում է քաղաքական ինքնասպանություն։ Սա այն ինչ որ ես առնվազն այս 4 տարուց 2.5-3 տարին պնդում եմ, ամեն օր ասում եմ։ Իրանց պետք չի պատերազմը վերջացնել, որտեղ տարի կես էլ ինձ պետք հասկանալու համար։ Հիմա 4 տարի հետո ես իմ խոսքերը հաստատում է իր օգնականը։ For saying this, if you could. Look, I'm risking everything. I cannot return to Ukraine after this interview, okay? I didn't want to put shit on him. I'm sitting here because I want peace too. And this Ասում եմ չեմ ուզում իրանք մխտարել, բայց ասում եմ ստեղ եմ, որտեղ ես խաղաղություն եմ ուզում։ guy is gonna come up with any condition. He's gonna change the positions all the time just to prolong this war and Ու ասում եմ ստեղ են, անընդհատ ամեն ինչ անելու է, փոխելու է, ինչ հնարավոր է, որ այս պատերազմը անընդհատ երկար get more money. Որպեսզի ավել փող կարողանա այս ընթացքում թալանի։ Ես այս եզրակացությանը որ եկա ինքս իմ համար ես էլ աշկիցս ընկա ճիշտ ասած ինքն եմ Զելենսկից։ Ես աշկիցս ընկա նրա համար որ ես կարող եմ նման բան ենթադրել, բայց ես այն մարդկանցից եմ որ ես ինքս իրենից չեմ խնայում էլի։ Ասում մի վայրկյան, որովհետև թվերը սա են ասում։ Մարդ ուզում է, չէ ինքը իր հավատացածին հավատա, երբ որ ինքը իրեն հակադարձում է, իր այն մյուս մեկին ներսին նեղացնում է, էլի։ Զելենսկու կողմնակցին ասում է, բայց սա է, չէ՞ թվերն ասում։ Ահա, շատ լավ եմ ասում, այս ինքը որ անում ինչ անելու է, ինքն էլ Պուտինն էլ, երկուսին էլ ձեռա տալու, ձեռա տալիս ու իրենք իրար հետ ոչ մի խնդիր չունեն։ Պուտինին հարցրել էին, հնարավոր տարբերակ համարում եք Զելենսկուն ձեր կողմից սպանելը։ Չէ, ինչ ասում, նման նպատակ մենք չունենք։ Իհարկե, գանձ անդե նստած ինչ սպանել, գանձ։
Zelensky's first biggest money he made was in Russia. He was working for Russian propaganda channels, and he was fine with that. Furthermore, He was? of course, he was everywhere in Moscow. When the first Russian invasion in Donbass happened and Russia annexed Crimea, he was spending time in Russia. He was finishing his movie for which he got a lot of money. He had several properties in Crimea, and when the war was happening in Donbass already, he was spending time in Crimea, having weed, marijuana, and enjoying time, and he didn't care that Russia annexed Crimea already. While it was Russian controlled? Yes, it was under Russian control. It was He was made... vacationing in Russian-controlled Crimea? Yes. Ես սա նկատել եմ ինքս միջև 22 թվական ուսամասին ես իմ հաղորդումների մեջ ասել եմ ու պնդել եմ։ Ուրեմն 22 թվականից սկսեց երկրորդ պատերազմը, չէ՞, բայց 14 թվականից է այս ամեն ինչը։ Մի հատ էլ կրկնեմ, իմ դիտարկումները միջև պատերազմ սկսելու ես չէի կարողանում հավատալ, որ դա հնարավոր է։ Բոլոր ֆիլմերը ռուսական Ղրիմի մասին պատմող, ռուսական Ղրիմի մասին պատմող, որ դուք նայում եք տիտրերը, Կվարտալ 95-ն էլ նկարը, այսինքն համատեղ Կվարտալ 95-ին։ Կվարտալ 95-ը դա Զելենսկու բանն է, կամպանիան է։ Ես միջև 22 թիվը, այսինքն մոտապես հենց ասեմ, 19 թվից սկսած միջև 22 թիվը շաբաթը կարող եմ 1-2 նոր ռուսական ֆիլմ ես նայեի։ Ատենց է, դից որ ասենք շատ ծանր էր ունում, ասում եմ, մի թեթև ռուսական մի բան նայենք։ Որը նայում էինք, իսկ հիմնականում թեթև բան էինք նայում, ոչ թե դες լուրջ, բան։ Բոլոր ֆիլմերում մանավանդ Ղրիմի հետ կապված ռուսական Ղրիմի հետ, ասենք նույնիսկ այն Պուտինը ոնց է գնում Ղրիմ։ Տեսել եք, որ թակուն ինչ-որ բան է գնում է Ղրիմ։ Իբր կինո է, արկածային։ Բոլոր ֆիլմերում հիմնականում Կվարտալ 95-ը, իսկ մի ձեռով իրան բան էին իբր կռվի տալի։ Մի ձեռով այդ ֆիլմերը նկարվում էր այս Կվարտալ 95-ի ձեռքով։ Հիմա պատկերացեք, ասեմ սա ինչ է։ Ոնց որ շարմ վերցնի Ադրբեջանը այդ ֆիլմ նկարի ադրբեջանական Ղարաբաղի մասին։ Սյուժեն ընդեղ է կատարվում։ Ու դա գովազդային ֆիլմ է։ Թե ինչ լավ է Ղրիմում արեք Ղրիմ հանգստանալու։ Որտեղ ռուսները չեն գնում Ղրիմ։ Դե մի հատ երկու հատ հյուրանոց է սարքված ընդհանրապես, դες մի հատ առանձնապես բան չկար այդ թվերին։ Սա նույնն է, որ շարմը նկարի Ադրբեջանի այդ ֆիլմ Ղարաբաղի մասին։ Հայ մարդը ինչ կմտածի շարմի մասին։ Պատկերացրեցիք։ Ես այդպես նայում եի Զելենսկուն, միջև պատերազմը սկսելը։ Դա։ Այսօր ինչ որ ասում ճիշտ է ասում։ The situation in the country is inhuman because I never would think that my country would be the one where people are grabbed on the streets and forced to the front lines. I never would think that we all Ես մասին է, որ երկրում շատ վատ է վիճակը։ Ասում եմ, ես երբեք չէի մտածում, որ մարդիկը որսան, փողոցներում կուղարկեն ճակատ։ Ու ասեմ, այն մարդիկ, որոնք փողոցներում չեն որսվում, ասում են տներից, դրանք հիմնականում են բլոգերներ, քաղաքական ակտիվիստներ, որոնք հակակառավարական էին։ Դրանց ուղղակի նպատակային էին գնում տներից, վերցնում, ուղարկում պատերազմ։ Ու բոլորը գիտեին, որ պահին իրանք հակադրվեցին Զելենսկուին, հաջորդ օր իրանք առաջնագծում են։ Ես չգիտեմ սա ինչի են այսօր հանել, ինչն է պատճառը, սա ինձ ամենաշատը դա է հետաքրքրում։ Այն որ եթե ես գիտեի դա, նշանակում է 1000% իրանք էլ гитеин. НАБУ и САП нанесли сокрушительный удар по Зеленскому. Бывшему главе Офиса президента Андрею Ермаку официально вручено подозрение. Раскрыта гигантская преступная сеть. На кону легализация 460 миллионов гривен на элитной застройке под Киевом. Это крупнейший коррупционный скандал года. Սա իր շեֆն է, Զելենսկու շեֆն է։ Ինքը կառավարվել է սրա ձեռքով։ Զելենսկին ով է։ Իր շեֆը Երմակն է։ Ինքն է անմիջապես աշխատում FSB-ի հետ։
ինքն է եղել բոլոր ֆինանսական կապերի Կիևի եւ Ռուսաստանի մեջ։ Սա է։ Ու հիմա է սա դուրս գալիս ջերես։ Ինձ ամենաշատը դա է հետաքրքրում։ Դե չէ, այն ինչ որ մենք գիտենք, իրանք վաղուց գիտեին դրա մասին։ Մի քանի բաներ ավել, մի քանի 100 բան ավել։ Նույնիսկ որտեղը պահվում Զելենսկու միլիարդները, դա էլ գիտեն։ Ու միջոցով ոնց, որտեղը տեղափոխվում։ Ինչի հիմա, ինչ են ուզում։ Սրանից հետո ես չեմ կարծում, որ Ամերիկայում գտնվի մեկը, որ մեղադրի Թրամփի աշխատակազմին, ասի ինչեք 27 թվականից կտրել արդեն բոլոր տեսակի ֆինանսավորումները Ուկրաինա գնացող։ Ես կարծում եմ, այս ֆիլմից հետո իրանք կարան հաջորդ ամիս, ինչ հնարավոր արդեն կանգնեցնեն, մանավանդ որ իրանք զենքը պետքա Իսրայելին մատակարարելու համար։ Իսկ ում ամենայն հավանականությամբ հենց դրա համար էլ արվեց, որ էլ Ամերիկայից ոչ մի զենք չգնա Ուկրաինա, որովհետև տեսեք Զելենսկին կոռումպացված, Զելենսկին, էլ Ամերիկայում Զելենսկին ոչ մեկ չի տա։ Եվ այն օգնությունից թվա, որ նախատեսված էր զենքով, փողով գնալ Ուկրաինա, արդեն հանգիստ կարա չգնա։ Դրա փոխարեն կգնա Իսրայել։ Ու ստեղ ամենահետաքրքիրն է գալիս։ Իսրայելը փողը տվեց իր ամենանվիրական ագենտին, նայ, որովհետև վստահ եղել։ Եվ դե Զելենսկին, որը վայելում էր լրիվ եվրոպայի աջակցությունը, չէր կարող առանց նրանց թույլտվության եւ աջակցության այս ամեն ինչը անել։ Ուղղակի չէր կարող։ Փաշինյան Նիկոլ, նայ մեծ քաղաքականություն ինչ հետաքրքիր բան է։ Քեզ մահում են այնքան միջև իրանց պետք է, բայց եթե այդ զենք իրանց է պետք, առաջի մատաղացու ոչխարը դու ես։ Ականջդ կկջեն, աղը կցանեն վրեն, կտան փուր, վերջ։ Ես չէի ուզենա սենց լիներ, բացարձակապես, որովհետև սա ուժեղացնում է Պուտինի դիրքերը, որը այնտեղ հաշիվները մաքրելուց հետո հանգիստ կարող է գա Հայաստանի հետևից, ասի դե արի մտի նյութենական պետություն։ Չգիտեմ այդ ժամանակ ինչն է փրկելու Հայաստանը։ Դրա համար եմ ասում, իմանալով հանդերձ, իմ համար տխուր է։ Այսօր մեկն ինձ ասել է, գրել էր, որ ես իբր Նիկոլը քիչ հակառուսա, դու ես ամեն ինչը ասելով ջուր ես լցում Նիկոլի ջրաղացին։ Լսեք հարգելի ընկերներ բոլորդ, ովքեր հասկանում են, ովքեր չեն հասկանում։ Երբ որ դու սկսում ես ցանկացած մեկը ճշմարտության հետ ժանգլուրություն անել, հա, sense տեսնում եմ, չեմ տեսնում, տեսնում եմ, չեմ տեսնում։ Դու դրանից չես շահում։ Դու էլ դառնում ես իրանցից մեկը։ Ինչքան ուզում է դաժան լինի այդ ճշմարտությունը, քեզ ձեռնտու լինի այդ ճշմարտությունը կամ հակառակ, եթե դու սկսում ես արհամարել կամ ճշմարտությունը օգտագործել ըստ հարմարավետության, քիչ-քիչ դառնում ես նրանցից մեկը, ում դեմ դու պայքարում ես։ Ինչ վերաբերվում է, որ ես այս ամեն ինչը բացահայտում եմ, ես ջուր եմ լցում Նիկոլ Փաշինյանին, որտեղ ինքը հակառուս է։ Ես այս կարգի միամիտներին ամենամեղ բառն եմ ասում, էլի։ Իրանց ճիշտ կներ կասել ավելի վատ բառերով, բայց միամիտներին նույնիսկ հիշեցնեմ Նիկոլից ռուսամետ, Նիկոլից ռուսածառա չի եղել, ոչ Սերժիկն է, ոչ Ռոբիկը, ոչ Նիկբանը, Լևոնը։ Ամեն մեկ ինչ որ ինքնունության դրսևորումներ ունեցել։ Նիկոլից ավելի ռուսաճորտ մենք չենք ունեցել։ Նույնիսկ եթե ինքը ռուսաճորտ չլիներ, ես ճշմարտության հետ ժանգլորություն չեմ անում։ Ես չեմ խոսում այն ինչ որ ձեռատալ այդ պահին։ Որովհետև դու տես ոչ միայն քեզ ես խափում, այլ նաև դիմացիներին։ Իսկ ես ինձ եւ ձեզ բավականին շատ եմ հարգում, որպեսզի սուտ չխոսեմ եւ ճշմարտությանը չվերաբերվեմ ըստ հարմարավետության։ Հակառակ դեպքում իմ ու իրանց մեջ ինչ տան։ Այսպես մի հատ հրեա Հարիա սիոնիստ ասում է Պաղեստին այցելությունից հետո ես որ տեսա այն դաշնությունները ասում եմ ես ապրեցի գերագույն ամոթ լինելով հարիա ես ուրախ եմ sense բաներ տեսնելու ծանոթանալու համար գիտեք ինչի որտեղ ինձ համար հաճելի է մտածել որ ոչ բոլոր հրեաներն են ֆաշիստ սադիստ մանկասպան մանկապիղծ
Որովհետև մանավանդ Նյու Յորքում հրեաները շատ են, իսկ իմ շրջապատում չափազանց շատ։ Երբ որ տեսնում եմ sense բան, իմ մոտ հույս առնանում, որ ես կգտնեմ այդպես մարդկանց ու կշարունակեմ իմ նորմալ հարաբերությունները դրանցել, որովհետև երբ որ մի ազգի հետ շփվում ես, որ գիտես, իր համար դու գոյ ես, դու իր համար ընդամենը եկամտի աղբյուր ես, ասենք դու իր համար ընդամենը ռասխոտնի մատերիալ ես, ոնց որ ցանկացած մեկը դժվար է թուրքեբանությամբ շփվել։ Չնայած ես այդ կոմպլեքսները չունեմ, բայց որ sense բան եմ տեսնում, ես ուրախանում եմ։ Ուրախանում եմ, որ ես կարող եմ նաև իսկ թույլ տալ ասել բոլոր հրեաները չեն որոտեցել։ Որտեղ շատ դժվար կլինի, շատ վատ կլինի դա ասել բոլոր հրեաները ֆաշիստ են, հասկանում եք, էդի։ Այ իմ ոճը չի, էդի։ Ես չեմ ուզում նման արտահայտվել, ուսես դեպքերը օգնում են ինձ վստահությամբ դա ասել։ Գտնենք սա։ Սա խորվատներն են։ Սա խորվատներն են։ Հիշում եք, ես ասում եմ, մենք շատ հզոր զենք ունենք։ Որն է մեր ամենահզոր զենքը, որ ամենաուժեղ ատոմային ռումբից ուժեղը։ Դա գենով հայ, ծագումով հայ այն մարդիկ են, որոնք դեռ չգիտեն այդ մասին, որոնք սփռած են աշխարհով մեկ, իմ համեստ հաշվարկներով մոտավորապես 50-ից 60 միլիոն։ Խորվատները այս երկրի երկում են նամասի, որ ինք եղել են քրիստոնյա։ Երբ որ թուրք բարբարոսներն են իրենց կրոնափոխարը, այս ամեն ինչի մեջ օգտագործված են քրիստոնեական սիմվոլներ, այս տատուիրովկիկը, ու պատմում են իրենց պատմությունը։ Այսինքն մի ամբողջ Խորվաթիա, այս երկից հետո ինքը կարա դառնա մեծ պոտենցիալ բարեկամ։ Մի հատ երկ կարող է պետության ճակատագիր որոշի։ Մի հատ երկ մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնի իրենց ծագման մասին։ Եվ դա կարող է վիրուսի նման տարածվել։ Եթե մենք կարողանանք ձև գտնել, երգով կլինի դա, կինոյով կլինի դա, կարող է կինոյով լինի։ Դու մի հատ կինո ես նկարում, որտեղ, ասենք, թուրք ամենահայացած մեկը պատահման մգնում է հիվանդանոց, ասենք, տեսեք սցենար եմ գրում։ Դե այան անալիզ են վերցնում ես կողմ են կողմ ու սխալմամբ այդ անալիզը ուղարկում են DNK հետազոտությամբ։ Կամ էլ պետք է որպեսզի իրան փրկեն, հասկանան DNK-ն ինչ կա մեջը, ինչ կա իրան սրսկեն, ինչ չէ, սցենար է էլի։ Մեկ էլ DNK-ի պատասխանները գալիս է իրան ինչ կարելի է, ինչ չի կարելի, նաև իր ծագման մասին։ Եվ պատկերացրեք իրան փրկում են այդ DNK-ի բանեն օգտագործելով եւ իր թղթերը տալիս են, ասում դու ազատ ես, գնա, ինքը գնում է տուն, ասենք բացում ես պատահմամբ իր հիվանդության, ասենք այդ պատմությունը եւ տեսնում է ինքը իր DNK-ով ով է։ Ու ամենաուժեղ հայացած թուրքը օպերացիայից հետո, վիրահատությունից հետո, մի խոսքով իր անալիզներից բարձելուց հետո, ասում է, որ ինքը ասենք 70-80%-ով հայ է, մի 30%-ը ընդ ասենք հույն է, կամ ասորի։ Թեկուզ հակառակ։ Թեկուզ 70% ասորի է, 30% հայ։ Պատկերացնում եք այդպես թուրքերի վիճակը, ճակատագիրը։ Արդեն իրանց վերաբերմունքը Հայաստանին եւ թուրքական պետությանը։ Արդեն իրանց վերաբերմունքը ցեղասպանությանը, որ դեռ մեր մոտ ակտուալ է։ Ու պատկերացեք, այս ֆիլմի մեջ իրանից էր կախված, թե ինչքան մոլերանդորեն ինքը պետք է պայքարի ցեղասպանության ճանաչման դեմ։ Տեսեք, ասեք, մի հատ կինո է, ասենց ստեղծում ես, տարածում ես ինտերնետով, հասանելի ես դարձնում Թուրքիայում, ու Թուրքիան նայում է, որտեղ այդ իրանց մասին է։ Ու օպա, դրանից հետո քանի հազար մարդ է վազում DNK-ի հետևից։ Իսկ դու ուղարկի անվճար նմուշներ։ Մի խոսքով, ինչքան գործ կա անելու։ Այսօր մեկը ասում էր, ինչպես կարելի է ժողովրդին փրկել նիկոլիզմից։ Ես ասեցի, արվեստով ու կրթությամբ։ Արվեստի ուժը մարդիկ թե չեն հասկացել դրա։ Ատոմային ռումբից ինքը մեծ ազդեցություններ կարող է ունենալ։ Շատ չին ծախսերով։ Ուղղակի գլխով է պետք անել։
դրան պետք է ճաշակով զգուշ մոտենալ, ինչպես ատոմային ռումբ օգտագործելով, որտեղ դու արվեստով նաև կարող ես քայքայել։ Ինչպես մեր հետ են արել, ճակերտաբոդ եմ ասում արվեստով, հա, ամբողջ երկիրը թուրքացնելով, կլկլացնելով, Սերժիկ Սարգսյանի նման։ Ինչի Սերժիկին հիշեցի, որովհետև իր ընտրության ժամանակ 2008-ին մարտի 1-ից հետո իր ինագուրացիան իրանց այդ բանը Բելաջիոյում տղեկն են, երաժիշտներն էին պատմում, ասում են, գիտես ինչ երկի տակ Վարդան ջան ինքը մտավ։ Իմ աղբերը Բելաջիո պատկերում ամբողջ հանրապետականները դիմավորում են Սերժիկ Սարգսյանին, Սերժիկ Սարգսյանն ոչ թե Հայաստանի հիմնի տակ է դալիճ մտում, այ իմ աղբերը։ Այսինքն արվեստի ուժը իրականում այսինքն սա Նատալի Պորտմանն է, որը մերժել է մի խոսքով լինել բեմի վրա Նետանյահուի հետ։ Նրան համանում է ռազմական հանցագործ։ Փախնում է, էս էլ արվեստն է, մերժ, եթե արվեստը փախավ քարոզչության տակից, իսկ աշխարհի ամենամեծ քարոզչական գործիքը դա Հոլիվուդն էր։ Փախել է արդեն կա։ Սա էլ Սինթիա Նիքսոնը, նույն ձև։ Տեսեք հակի շորը։ Պաղեստինյան դրոշի շորերով է հակել ներկայացել։ Ուրիշ մեկը Ինգրիս Քետնա, որը մեղադրել է հրեաներին ցեղասպանության մեջ։ Իսկ սա տեսանյութը ոնց ինչպես են Երուսաղեմում հարձակվում քրիստոնյա հոգևորականի վրա։ On April 28th, a French nun was walking near the ancient walls of Jerusalem's old city when a man closed in and threw her to the ground. The accused Jewish extremist turned back to kick her until he was confronted and kicked by a bystander. The incident went viral on social media and was condemned by Israel. But I wondered how isolated it was. Ուսանա եզակի դեպքեր չեն, ու այս դեպքերը կան, սրանք տարածվում են, ու իրանք էլ իրանց նախարարներով ասում են, մենք ճիշտ ենք արել, ով է քրիստոնյան, իրանց տեղը չի, ես էլ պետք է վռնդենք, հայերը ինչ իրավունք ունեն տեղ լինելու, ոչինչ, ամեն ինչ իր ժամանակին, սա Թրամփն է, եթե հիշում եք Չարլզը մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնում էր եւ սովորաբար այդպես այցելություններից հետո հրավեր է լինում, որ դուք էլ այցելեք մեր մոտ։ Սա միակ դեպքն է, որտեղ այցելությունից հետո թագավորը չի հրավիրել։ Հասկացել են, որ չի կարելի նման կենդանու թողել իրենց մոտ։ Վերջ։ Իսկ Նյու Յորքն է, Նյու Յորքը զարմացնում է աշխարհին զարմացնում է Նյու Յորքը։ Իրաց մեր քաղաքապետը, որը Մահմեդական է, 33 տարեկան, ուրեմն 3 ամսում փակեց Նյու Յորքի 12 միլիարդ դոլար պարկը։ Նյու Յորք քաղաքը պարկ ուներ, դեֆիցիտ ուներ բյուջե 12 միլիարդ, որը փակեց ընկերը, առանց որևէ հարկ ավելացնելու, առանց որևէ մի բան անելու։ Ճիշտ կազմակերպելով։ Եվ այսօր նա հայտարարել է տոն օր հոլիդեյ պաղեստինցիների համար։ Մի բան, որ երբևէ չի եղել Նյու Յորքի պատմության մեջ, որտեղ Նյու Յորքը ինքը հրեական քաղաք է։ Աշխարհում երկրորդ քաղաքն է, որ ամենաշատ հրեաներն են ապրում։ Ու բոլոր բաներում իրանք են եղել։ 7 հրեակ բանը տեխնացուկա իր դեմ ինքը անցավ ու օրական զարմացնում է իր ընտրողներին, որոնք ասեմ հրեաներն են նաև ընտրել իրեն։ Եվ այսօր պաղեստինցիները արդեն տոն ունեն եւ այսպես միտինգներով, այս դրոշներով դուրս են գալի Նյու Յորքի փողոցներով։ Հենց քաղաքապետի աջակցությամբ։ Ինքն չի հոգնում ասելով, որ հենց բանը Նետանյահու մտավ Նյու Յորք, ինքը կալանավորելու է։ Անընդհատ հիշեցնում է։ Վերադառնանք Հայաստան։
Չէ Նյարդային Փաշինյանը, հիշում եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ։ Իրա տեն կցույց տվեց։ Իրա խզիկ տեն կցույց տվեց։ Օրինքը տեղամարդ չէ։ Այս վապշոր վերցնես վարչապետը այդ կարգի բան չուբրի էներ։ Ով աջակցում է Փաշինյան Նիկոլին, ասում դες չի մտածում, մտածում է վարչապետը կարա տենց լինի, դա նորմալ է։ Դամալ եմ ասում Նիկոլան թողներ, ախր ձեր հետ ախր խոսալու տեղ չի մնում է։ Ամենա շատ ուզենամ, ես չեմ կարողանում արդարացնել ոչ մի պարագայում։ Ինքը ջեր իջե հասեն հասարակ խավի մագարդակին անբացեց մի ամեն լեզվակը վերեցին։ Կողքից նայելով շատ քեշ էր դիք, սիրուն չէր։ Ինքը իրավունք չունի, չեմ բոլե կինը երեխայի հետ եղել, դու կողմից այդ տոնով խոսած, հայ տղամարդ իրավունք չունի կնոջ վրա այդպես։ Վերջացավ։ Հայ տղամարդը իր բնությունով կնոջ պաշտպանն է, ոչ թե մենակ իր կնոջ։ Հայ տղամարդը կնոջ երեխու պաշտպան է ինքը։ Դա է ենթադրում հայ տղամարդը, բայց ոչ Փաշինյան Նիկոլը, աստծո։ Նույնիսկ եթե դա վարչապետ է։ Ինչ կենթանի։ Վարչապետը խոս։ Մետրոյի միջի դեպքը երեկվա եկեղեցու միջի դեպքը դիք սիրուն բան չէ։ Ինչ Այո։ Պաշտոնելու դուք որպես վարչապետ լինելով պաշտոնելու երաշխավոր կարող եք կանգնել մեր երկրում որ Ադրբեջան կամպուսյան չի փորձում հակամարտություն ստեղծել։ Դրա համար դիվանագիտություն կա, միջազգային հարաբերություններ կան, հասկանում եք, հակամարտության համար պետք է լինի հիմնավորում եւ պատճառ։ Բա մենք չենք ասում, որ մեր ռազմավարությունները հիմնավորում եւ պատճառ։ Փաստորեն ինքը հայտարարում է, որ Ալիևը մինչև հիմա Հայաստանի դեմ սանդազերծած պատերազմների համար ունեցել է հիմնավորում եւ պատճառներ։ Ով է տվել այդ պատճառները եւ հիմնավորումները Ալիևին գուշակեք։ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ նախկին բոլորների ժամանակ ինքը հիմնավորում եւ պատճառ չի ունեցել։ Ով է տվել այդ հիմնավորումը Նիկոլ Փաշինյանը։ Ով է տվել այդ պատճառը Նիկոլ Փաշինյանը։ պետք է հիմնված լինեն լեգիտիմության վրա, որովհետեւ մեր միջազգայինորեն ճանաչված տարածքների լեգիտիմ միջազգայինորեն տորոսված ճանապարհ ուղղակի ընկերը երևի քաղաքագայթ չի բնականաբար միջազգային իրավագետ չի կարող ասել տխմար, այդ ինչ ես կապսել է դոշիտ։ Իսկ ես ով է ասել, որ դա Հայաստանի սահմանները, պետք է ասել լինի Ալմատի։ Արա դու կարդացել ես ինչ է Ալմատի։ Այ անգրագետ, դու կարդացել ես։ Մեր իրավունքները պաշտպանելը դա ձեր ոչ թե անվտանգության առաջին օղակ։ Մի խսկրն է։ Համաձայն եք Փաշինյանի հետ, որ մենք այսօր ապրում ենք այն ապագային, որի մասին երազել ենք։ Միանշանակ ոչ։ Այս մենք sense ապագա չենք ուզել։ Մենք մեր երկիրն ենք ուզում, մեր խաղաղությունն ենք ուզում։ Ու չվախենանք, որ մեր երեխաներին կտանեն հենց այնպես մատաղ կանեն ուրիշներին։ Ես մեր հին երկիրն եմ ուզում։ Դե ինքն ասում է խաղաղություն է հիմա։ Չէ, իր խաղաղությունը թող պահի Իրաստան համար։ Մենք մեր խաղաղությունն ենք ուզում։ Նիկոլ, քեզ կոնկրետ ասեցին այդ խաղաղությունը որտեղ կարաս օգտագործես։ Տանը քեզ տանը խաղաղություն պետք չի։ Հələ աննային հարցը զանգի ասա, Աննա տունը խաղաղություն կա, բերեմ հետս։ Մեկ ու շիշ կա, մեկ ու սետ կա։ Տա ձեզ տունել այդ խաղաղությունը։ ՔՊ-ի անունը մի տվեք, այդ ախորանոցը եւ պետք է վերանա։ Մենակ այդքան կասեմ, դա ախորանոց է։ Իր ղեկավարի հետ միասին։ Իսկ իրենց Ես ուզում եմ այս կնոջը նայեք, ինչ բարեկիրթ տեսք ունի։ Իր տարիքին խնամված, շատ գեղեցիկ, ու ինքը խոսում է ձեռը բարձրացած եւ ազգային ժողովին ասում է ախո։ Սա նանի չի որ կինը դասիրակված չի, սա նայից է որ հասել է կոկորտին մարդկանց։ Որովհետև ես վստահեցնում եմ, իսկ կնոջի հետ դուք հարցնեիք, ո՞րն է ձեզ սիրած գրողը կամ երաժիշտ, ինքը կժպտար, կխոսար դրա մասին
այլ ձևերով, այլ այացքով, ձեռս ես չէր բարձրացնի վերև, այս բառերը չէր օգտագործի։ Բայց երբ որ ես նույն մարդուն հարցնում են Նիկոլ Փաշինյանի մասին, նույնիսկ այս կարգի դաստիարակված փայլուն մարդիկ օգտագործում են բառեր, ես վստահ եմ, որ իրենք երբեք մինչև մեջ չեն օգտագործել։ Որտեղ ես իմ վրա եմ դա զգում, ես իմ երեխեքի վրա եմ դա զգում, ես իմ կնոջ վրա եմ դա զգում։ Հա, եթե իմ կինը թույլ տա իրան վատ բառ ասել, նշանակում է ինչ-որ բան ա եղել։ Աշխարհում էլի շատ աննախադեպ բան ա եղել, բայց Նիկոլի մասին խոսալուց շատ հազվադեպ արդեն հեշտությամբ թռնում են բառերը։ Աջակցող երգիչների ու դերասանների մասին ինչ կարծիք ունեք։ Այ, նույնը։ Երազում եմ, որ այս աղբակույտ քպայականերից երբ պետք է ազատվենք, այդքան բան կասեմ, սրանով ամեն ինչ ասում եմ։ Այո։ Ինք ուզում է այդ աղբակույտ ասելով փակի թեման, որտեղ ավելի չի ուզում ասի։ Մեզ է խնայում եւ իրան։ Հիմա ուզում եմ սա լսեք։ Գիտեք, որ ցերեկ բառն ըստ կազմության նշանակում է մինչև երեկո։ Այսինքն ցերեկը մինչև երեկո ընկած ժամանակն է։ Իսկ ցայգ նշանակում է մինչև լուսաբաց, այսինքն ցայգը մինչև լուսաբաց ընկած ժամանակն է։ Գրաբարյան ցեն աղդիրը միշտ բառին միացած է գրվում։ Ժամանակակից հայերենում այն գործածվում է նախածանցի դերով եւ հիմնականում նշանակում է մինչև։ Հիշենք ցեն նախամասնիկով մի քանի բառեր։ Ցմահ նշանակում է մինչև մահ։ Արևմտահայերենում ստեղծվել է ցմահ բառի հոմանիշը ցկյանս։ Լսած կլինեք ցկյանս կրթություն արտահայտություն է։ Ցտեսություն մինչև նորից տեսնվել է։ Սա հրաժեշտի հայերեն ամենատարածված ձևն է եւ երբեք չի օգտագործում ստեսություն տարբերակով։ Իսկ ես ձեզ ասում եմ ցնոր հանդիպում, որը նշանակում է մինչև նոր հանդիպում եւ առաջարկում մեկնաբանել ցմրուր, ցայսօր եւ ցայժմ բառերի իմաստները։ Շնորհակալություն Լիլիթ Մադոյան։ Ես ուզում եմ դուք գտնեք Լիլիթ Մադոյանին, սա թող լինի իմ ներդրումը իր շատ լավ գործի մեջ։ Ես բոլորի տանը ցանկանում եմ Լիլիթ Մադոյանի նման աղջիկ ունենալ, Լիլիթ Մադոյանի նման հարսիկ ունենալ։ Թող ես ձեր երեխաները Լիլիթ Մադոյանի նման դասատուների մոտ սովորեն, ես սովորեն գրաբար։ Որովհետև իմ պատկերացած ապագա պետության մեջ գրափարը եւ արևմտահայերենը, դասական հայերեն, դասական ուղղագրությունը պետք է դպրոցում լինեն պարտադիր։ Որովհետեւ երբ մենք սկսում ենք հասկանալ մենք ինչ ենք խոսում, այդ ցան որտեղից է գալի, ինչ է դա, հա? Ցայսօր, այդ բառերի մենք սկսում ենք հասկանալով խոսել, մենք առնչվում ենք, մենք ինքնաճանաչվում ենք, մենք առնչվում ենք ինքներս մեզ հետ։ Մենք դեմքով շուռ ենք գալիս ինքներս մեզ հետ։ Եվ այդ ինչով է մեր համար կարևոր, երբ որ դու սկսում ես քեզ ճանաչել, մեկ էլ միամիտ քեզ մեկը Նիկոլի մասին հարց է տալի։ Դու հասկանում ես, որտեղ անհամատեղելի է դա, չէ՞ կարող այդ մարդը լինել այդտեղ։ Այդ տեսակը այս ժառանգության մեջ տեղ չունի, հասկանում եք, դա ընդհանրապես այդ պրիշիկի նման պետք է սխմել թռնի դուրս։ Դրա համար եմ կարևորում այն գործը, որ հիմա անում ասենք Լիլիթ Մադոյանը, այս հրաշ գեղեցկուհի, եւ այն բոլոր մեր ընկերները, ընկերուհիները, ալիքները, զավակները, որոնք իրանց հերթին ես եթե մի բան տեսնում եմ, ապայման ձերը ծանոթացնում եմ, որոնք իրենց ներդրումն են անում մեր գլոբալ այս մեծ ճանաչման գործում, որովհետեւ իմ պատկերացումով ամենաանհաղթահարելի մարդը դա ինքնաճանաչված հայն է, որը խոսում է իր լեզվով, լրիվ գիտակցելով բոլոր բառերի ալմատներն ու բառալմատները, ոնց է բառը կառուցված, ինչ միտք ու խորություն ուներ դրանք, ինչ գանձ կա դրա հետևում կանգնած, եւ այս զգացողությունով մարդը ուրիշ է, ինքը անհաղթահարելի ուժ է այդ բաշի բոզուկների համար, որոնք ուզում են մեզ ուղղակի պինգ-պոնգի նման տշել ես կողմից են կողմ, վերջում ես փշրել ու շպրտել աղբանը, աղբատկը, իսկ դեռ դա հնարավոր չի։
մենք նախ փշրվող չենք, երկրորդ էլ պինգ-պոնգի գնդակ չենք մենք էլի, պինգ-պոնգ չենք։ Իսկ դա հնարավոր է մենակ առերեսվելով քո գրականության, պատմության, քո ժառանգության հետ, արվեստի, բժշկության, աստղագիտության։ Երանի ես ժամանակ ունենայի, ասենք վերցնեի թեմաներ, էլի ասենք, չգիտեմ, գնայի հասնեի Շիրակացի, մի ամբողջ հաղորդում Շիրակացու մասին անի ու տարածեի։ Ցավոք այդ ժամանակը այս քաղաքական այս թողուբոյի մեջ չի որտեղ այնքան բաներ կա, այնքան գործ կա անելու, սենց սիրահարվում է մարդ իր ազգին, սիրահարվում, ուզում ես գրկես ու քնես այդ ազգի հետ, գրկես այդ քո ժառանգությունը, գրկես ու քնես հետը։ Մտածեցի մի հատ բարձ սարքեր տան, վրան գրեմ ինքնաճանաչում, որ ամեն մեկը ասես գրկետ բարձ ու քնի։ Ու տեսնի ինչքան փափուկ, ինչքան ապահով է այդ ժառանգության հետ քնելը։ Իսկ վերջում դե սա եմ ուզում ցույց տալ, որը այս ամեն ինչի մի մասն է։ Քսենոֆոնը կայսրի հետ այդ պատերազմական գործողություններին մասնակցում էր եւ գրի էր առնում բոլորը։ Նրա նպատակը կայսրի պատերազմական գործողությունների ճշգրիտ գրի առնելն է։ Եվ նա իր անաբասիս վեպում գրում է, որ մենք անցանք նաեւ մի տարածքով, խոսքը վերաբերում է հին Հայաստանին, որ մենք անցանք այդ տարածքով եւ շատ հետաքրքիր ժողովուրդ էին, աշխատասեր կա անաբասիսում հստակ գրված է այդ մասին եւ նրանք ունեին արհեստավար բժիշկներ եւ հետաքրքիր է որ այդ բժիշկները ռազմի դաշտում օգնություն էին ցույց տալիս ոչ միայն իրենց վիրավոր զինվորներին այլև մեր զինվորներին Կարմիր խաչի ծառայություն էին իսկապես շատ հետաքրքիր է դա Բա կարող ենք ասել, որ Կարմիր խաչի հիմնադիրները մենք ենք եղել, ու դրա մասին գրել է Քսենոֆոնը։ Հիմա ես եմ հասկանում, ինչպես կարող էր Արցախյան պատերազմի ժամանակ կոնկրետ դեպք դուշման Վարդանը վերցնել թուրքի երեխուն ինքը կերակրել, կաթով։ Սա հայտնի դեպք է, ուտեն շատ դեպքեր կա։ Որովհետև հայ մարդը նույնիսկ պատերազմի դաշտում դեմքը չի կորցնում։ Ես հիշում եք բան կար, ասում էի, եթե դուք մտել եք քաղաքական պայքարի մեջ, դա չի նշանակում, որ պետք է դառնաք վայրենի, կենդանի։ Ցանկացած պայքար ինքը պետք է ունենա ազնվություն իր մեջ, էլի։ Բոլոր մեթոդները չեն, որ արդարացված են։ Տեսեք, մեր հայրերը այտենց են եղել փաստորեն, որի մասին արձանագրել է Քսենոֆոնը։ Ես ձեզ ու ինձ բոլորիս այսպիսի ինքնաճանաչում եմ ուզում, որ մենք կարողանանք ինքներս մեզ գնահատել ու բոլորովին պատահական չի, որ այն շարժումը, որ ես մտածում եմ, պետք է մենք ձևավորենք իր հետ կոչվել հենց ինքնաճանաչում։ Սա խորքային վերակառուցման, ինքնագնահատականի վերարժևորման շարժում է։ Նոր այն ժամանակ մենք կարող ենք ստեղծել պետություն, որը կունենա իրեն արժանի ղեկավարները։ Ու այն ժամանակ կարևոր չի լինի այդ ղեկավարների անունը ինչա, որտեղ ժողովուրդն արդեն ինքը որոշել է ինքը ինչ ասում։ Դուրը չեկավ, լավ չարեց իր գործը։ Վերցնում ու շփոթում գնաց հաջորդը։ Արդեն իրանք են դառնում մեր կատալոգները, ոչ թե մենք իրանց գերիները։ Եվ այս նոտայի վրա ես ուզում եմ հաջողություն մաղթել։ Հիշեք, երբ որ դուք մեկին նույնիսկ ձեր թշնամուն վատը լավություն եք անում, հիշեք, որ ձեզանից առաջ ձեր պապերը դա արդեն արել են եւ դրա մասին գրել է Քսենոֆոնը։ Այնպես որ շնորհակալություն եմ հայտնում այս պարագայում սա էլ նայեք, կա ինքնություն podcast։ Ես հիմա սեղմում եմ follow, որ ես իրանց հետևեմ։ Դուք էլ գտեք, տեսեք ինչքան լավ գործանողներ կան։ Մենք իրար հետ ենք ուժեղ։ Օգնենք իրար, օգնենք մեզ բոլորիս։ Լավ, հաջողություն։